Բնականաբար նրանցից ոչ մեկ այդքան համարձակություն չունի կամ ինչպես մեր ժողովուրդն է ասում, այդքան պլոճիկ չունի, որպեսզի Ռուսաստանի Դաշնության նախագահին արարքին դեմ խոսեր կամ առնվազն տարակուսանք առաջացներ առ այն, որ Ռուսաստանի Դաշնության եւ նախագահը եւ նրանց պաշտոնական հայտարարություններում եւ նրանց պաշտոնական կայքեջերում օրինակ հայ առաքելական եկեղեցին որակվեց որպես ուղղափառ, այս առումով մենք նույնիսկ կաթողիկոսից որոշակի արձագանք չտեսանք, դե շունդը շանթաթ չի ծամում ըստ երևույթին։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ձեր հարցի բովանդակության երկրորդ հատվածին, ես արդեն ասացի, որ նրանք նույն քաղաքական կենտրոնի հրահանգներն են կատարում, նրանք սնվում են նույն քաղաքական կենտրոնից եւ մեր բոլոր հարցերի պատասխանները մենք կարող ենք գնալ եւ գտնել հոկտեմբերի 27-ի մեջ, ինչպես այսօր Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրների եւ մարտահրավերների լուծումը պետք է գնալ եւ գտնել հոկտեմբերի 27-ի մեջ եւ հոգևորականների մի խումբ էլ այո գրեց, որ ըստ երևույթին եկեղեցում այս խնդիրները չէին առաջանա, մենք չէինք բախվի այսօր այդ խնդիրներին, որ գործում է եկեղեցու մեջ, մենք չէինք տեսնի այն արատավոր անառողջ հարաբերությունները, որ դարձյալ կան եկեղեցականների եւ որոշ հոգևորականների մեջ, եթե 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ըստ երևույթին չկեղծվեին ընտրությունները եւ Գարեգին II, Կտրիչ Ներսիսյանը չդառնար կաթողիկոս։